Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմեռելոց, տեսնենք ինչ է ասում առաքյալը մեկս մյուսին ծառայելու մասին։ Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես Աստծո պես շնորհների։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծո պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք եւ գոհություն հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներս, Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է շնորհներ։ Չկա մի մարդ, որ Աստծոց տրված շնորհ չունենա։ Պարզապես մարդն ինքն իր ձեռքով սպանում այդ շնորհները անվերադարձ։ Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է շնորհ, որպեսզի ինքը կարողանա այս կյանքի մեջ գործել, խոսել եւ ապրել։ Բայց երբ որ մեղքի պատճառով այդ շնորհից զրկվում ես, անվերադարձ կորցնում ես այդ պարգևները եւ այս կյանքի մեջ մնում ես առանց զենքի, հոգեվոր պայքարի, որպեսզի կարողանաս քո տեղը հաստատել։ Երկրորդ հատվածի մեջ ասում է երկու ծառայության մարզ, նշում է Պետրոս առաքյալը՝ խոսել եւ մատակարարել։ Յուրաքանչյուր հոգեվորական եւ հատկապես հավատացյալ կոչում ունի խոսելու Աստծո մասին։ Ոչ թե ինքն իր ցանկությունների, իր մտածումները պետք է խոսի ու պարտադրի ժողովրդին, այլ ինքը աղոթքի միջոցով պետք է լսի Աստծո խոսքը եւ կարողանա փոխանցել իր դիմացինին։ Մենք միայն այս ճանապարհով կարող ենք Տիրոջ խոսքը տարածել։ Մենք այդ կոչումն ենք խոսելու եւ մատակարարելու։ Մատակարարելն է հոգեվոր հոգատարությունն է, հոգեվոր ջերմությունն, օգնությունն է յուրաքանչյուր մարդ, ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եթե մենք կարողանանք մեր խոսքը եւ գործը համապատասխանեցնել Աստծո խոսքին, մենք շատ մարդկանց փրկության պատճառ կդառնանք։ Ինչու՞, որովհետեւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված պիտի փառավորվի։ Մենք այս կյանքի մեջ կոչում ունենք մեր կյանքով, խոսքով ու գործով փառավորել Աստծո անունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ, ով մեզ տեսնի, ճանաչի, հասկանա, որ մենք Տիրոջ ծառաներն ենք, Տիրոջ խոսքի մատակարարներն ենք եւ Աստծո շնորհները կրող այդ զորություն ունենք։ Եթե Աստծո շնորհը քո մեջ է, այդ պարգևները քո մեջ կան, դու կարող ես շատ մարդկանց փրկության պատճառ դառնալ։ Այսօր մարդուն շատ բան պետք չէ, անկեղծ ժպիտը, ջերմությունը, քաղցր խոսքը, հոգատարությունը եւ մարդը պատրաստ է ճանաչել Աստծուն։ Եթե չկա, ուրեմն մենք այդ ամենը ոչ միայն ճշմարտապես, ոչ միայն գործնականորեն, այլ միայն արտաքնապես ու խոսքով կրողներն ենք։ Ոչ թե Աստծո վկաներն ենք այս աշխարհի մեջ իբրև կենդանի ապրող էակներ, այլ պարզապես Աստծո գործը օգտագործում ենք մեր կյանքը ավելի բարելավելու համար։ Եվ որpիսի մենք կարողանանք այս փառավորությունը վերադարձնել Աստծուն, թույլ տվեք, որ Աստված իր շնորհներով գործի ձեր մեջ, Աստված իր շնորհով եւ Սուրբ Հոգու զորությամբ առաջնորդի մեզ հավիտենական կյանք։